Այսօր Բաքվում անցեկացվել տարօրինակ մի գիտաժողով, այն ինչպես ասում են կազմակերպիչները, նվիրված է Հնդկաստանի իշխանությունների կողմից երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունների թեմային։ Պաշտոնական Նյու Դելին առայժմ գնահատական չի տվել տեղի ունեցածին։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ովքեր են կազմակերպիչները եւ ինչ նպատակ են հետապնդում։ Կազմակերպիչ որպես ներկայանում է մի կառույց, որը կոչվում է Բաքվի նախաձեռնող խումբ, իսկ միջոցառումը, որը անցեկացվում, կոչվում է ռասիզմը Հնդկաստանում, բռնությունը սիկխերի եւ Հնդկաստանի մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ։ Այդ միջոցառմանը հրավիրել են սիկխական համայնքի ներկայացուցիչների Միացյալ Նահանգներից, Կանադայից, եվրոպական որոշ երկրներից, ինչպես նաեւ Պակիստանի պաշտոնյաների եւ քարոզիչների։ Դե հնչող հռետորաբանությունը կանխատեսելի էր։ Մեղադրում էին Հնդկաստանի իշխանություններին սիկխերի ինքնությունը ոչնչացնելու մեջ, սիկխերի քաղաքացիական դրսևորումները ճնշելու մեջ եւ անգամ մեղադրում էին սիկխերի ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Խոսքը 84 թվականի իրադարձությունների մասին է Պենջաբ նահանգում, երբ Հնդկաստանի զինված ուժերը սիկխ անջատողական ահաբեկիչների դեմ ռազմական գործողություն էին իրականացրել։ Այսպիսով այս միջոցառման կազմակերպիչները ամփոփելով կոչ են անում աջակցել սիկխերի անջատողական շարժմանը, որի արդյունքը պետք է լինի Հնդկաստանի այդ հատվածում հալիստան անկախ պետության ձևավորումը։ Կազմակերպությունը բնական է կատարում է նախագահի հանձնարարականը եւ նպատակն է խնդիրներ ստեղծել Հնդկաստանի համար։ Սա Բաքվի պատասխանն է Հնդկաստանի Հայաստանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու, այսպես զգուշավոր փորձերին։ Սա առաջին անգամը չէ, Բաքուն վաղուց արդեն փորձում է խնդիրներ ստեղծել Հնդկաստանի համար, հակադրվել Հնդկաստանին ցանկացած հնարավոր առիթի դեպքում, այդպես օրինակ անցած տարի Պակիստանի եւ Հնդկաստանի միջև ռազմական բախման ժամանակ, ի տարբերություն մնացած բազմաթիվ պետությունների, որոնք չեզոքություն էին ցուցաբերում, Ադրբեջանը այն բացառիկ պետություններից մեկն էր, որը բացահայտ հայտարարեց, որ աջակցում է Պակիստանին եւ Իլհամ Ալիևը անգամ շնորհավորել էր Պակիստանի նախագահին, ինչպես ինքն էր ձևակերպել Հնդկաստանի հանդեպ կրած հաղթանակի կապակցությամբ։ Ադրբեջանի իշխանությունները հավանաբար զայրացած են, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջև քաղաքական, ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական հարցերում համագործակցությունը աճում է եւ ահա այսպես է դրսեւորում իրենց վերաբերմունքն ու արձագանքը։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում այդ Բաքվի նախաձեռնող խումբ կառույցը։ Ի սկզբանե այն ստեղծվել էր 2023 թվականի ամռանը եւ նպատակն էր Ֆրանսիայի համար խնդիրներ ստեղծել։ Այդ ժամանակ Ֆրանսիան առաջին պետությունն էր, որը հստակ հայտարարել էր, որ Արցախում տեղի ունեցածը դա էթնիկ զտում է եւ որ արցախահայերը պետք է իրավունք ունենան վերադառնալու։ Բաքուն էլ պատասխանեց Ֆրանսիայի հերրավոր նահանգներում անջատողական շարժումներին աջակցություն ցուցաբերելով, անգամ ֆինանսավորում ցուցաբերելով, տարբեր կոնֆերանսներ էր անցկացնում, հարթակ էր տրամադրում, բացահայտ ֆինանսավորում էր արմատական անջատողականներին, անգամ հրահրում էր զինված բախումներ, ինչպես օրինակ տեղի ունեցավ 24 թվականի մայիսին Նոր Կալեդոնիայում։ Այնտեղ, եթե չեմ սխալվում, 7 մարդ զոհվեց եւ մի քանի տասնյակ վիրավոր կար։ Ֆրանսիայի իրավապահները հաստատել էին հետաքննության արդյունքում, որ Բաքուն այստեղ շատ հստակ եւ կոնկրետ դերակատարում էր ունեցել։ Դրանից հետո այդ Բաքվի նախաձեռնող խումբ կոչվող կառույցը, որը ֆինանսավորվում է ուղիղ պետական բյուջեից, սկսեց խնդիրներ ստեղծել նաև Նիդերլանդների եւ Բելգիայի դեմ, այնտեղ նույնպես հրահրելով անջատողական շարժումներ։ Նշեմ, որ Բելգիան ու Նիդերլանդները նույնպես շատ հստակ գնահատական էին տվել Արցախում Ադրբեջանի ագրեսիային եւ հայտարարել, որ դա ոչ այլ ինչ էր, քան էթնիկ զտում։ Այսինքն փորձում է բոլոր այն երկրներին, որոնք գոնե մի քիչ ինչ-որ քաղաքական աջակցություն են ցուցաբերել Հայաստանին, խնդիրներ ստեղծել, հրահրել ինչ-որ անջատողական թշնամական շարժումներ եւ այլն։ Հիմա էլ արդեն ուրեմն ինչպես հասկանում եմ, հերթը Հնդկաստանին է հասել եւ արդեն միջուկային գերտերության դեմ է Բաքուն փորձում դուրս գալ։ Արտյոմ, Հնդկաստանը ինչպես կարող է արձագանքել Ադրբեջանի այս սադրանքներին։
Նման սադրանքներին Հնդկաստանը արդեն մի քանի անգամ, մի քանի ձևով, տարբեր ձևերով արձագանքել է։ Օրինակ 25 թվականի սեպտեմբերին արգելափակել էր Ադրբեջանի հայտը Շանհայյան համագործակցության կազմակերպությանը անդամակցելու վերաբերյալ։ Ակնհայտ է, որ սա քաղաքական դիրքորոշում էր, պատասխաններ Բաքվի դեստրուկտիվ սադրիչ այդ գործողություններին։ Հույս ունեմ, որ Հնդկաստանի պատասխանը այս վերջին սադրանքին կլինի Հայաստանի հետ քաղաքական, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնումը։ Անցած տարվա հոկտեմբերին երկու երկրների պաշտպանության նախարարությունները ստորագրեցին փաստաթուղթ այս տարվա համագործակցության ծրագրերի մասին եւ այդ թվում նաեւ համատեղ զորավարժություններ են անցկացվելու եւ հուսով եմ, որ Բաքվի այս սադրանքը կստիպի Հնդկաստանի իշխանություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի հետ ռազմական հարցերում համագործակցությանը եւ Հայաստանին նոր ռազմական տեխնիկայի վաճառքը նույնպես իրատեսական կդառնա այդ իրադարձությունների, այդ զարգացումների ֆոնին։ Սակայն կարևոր է, որ Հնդկաստանի իշխանությունները կանգ չառնեն ճանապարհի կեսին, ինչպես արեցին օրինակ Ֆրանսիայի իշխանությունները։ Ժամանակին Ֆրանսիայի սենատում ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ, հանձնաժողով, որի նպատակն էր հետաքննել Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը Կալեդոնիայում եւ մշակել համապատասխան adekvat քայլերի ծրագիր։ Այդ ծրագիրը մշակվել էր, սենատորները առաջարկել էին շատ կոշտ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։ Կարծես թե պաշտոնական Փարիզը իսկապես հակված էր այդ ծրագիրը իրականացնել, սակայն անսպասելի 25 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարեց, որ Փարիզը պատրաստ է նորմալիզացնել հարաբերությունները Բաքվի հետ եւ դրան հետևեց այն, որ Ֆրանսիան վերսկսեց նավթի գնումները Ադրբեջանից։ Հուսով եմ, որ պաշտոնական Նյու Դելին ավելի հետևողական կլինի այս հարցում եւ ճանապարհի կեսից չի կանգնի։ Շնորհակալություն, Արտем։